Վերջին շաբաթներին մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում կտրուկ լարվել է իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, շատ են խոսակցությունները այն մասին, որ նախապատրաստվում է Միացյալ Նահանգների կողմից հարված ուղղված Իրանին, եւ դրան զուգահեռ նաեւ տեղի են ունենում բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վագն Մելիքյանի հետ։ Բարև պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, ես նշեցի, որ բավականին լարված է իրավիճակը Իրանի շուրջ, Միացյալ Նահանգները կենտրոնացնում է իր զինուժը, ավիակիրները, կործանիչները եւ կարծես թե հարվածը անխուսափելի է լինելու։ Սա ձեզ ինչի կհանգեցնի եւ արդյոք հավանական եք համարում այդ սցենարը տեղ ունեցող զարգացումների համատեքստում։ Նախ շատ ճիշտ նկատեցիք, աննախադեպ այսպես ռազմական կուտակում եւ ակտիվություն կա Իրանի շուրջ եւ Հորմուզի մասով եւ ծոցի երկրների մասով եւ ընդհանրապես, այսինքն այս իմաստով երևի ինքը առաջին անգամ այս խոշոր կուտակումը, որը ես նաև կապում եմ, այսպես ասենք, ճնշման լուրջ գործիքակազմի հետ, որովհետև երբ ունես նման կուտակում, բայց զուգահեռ ունես նաև բանակցություններ, սա ավելի շատ ճնշման գործիք է, բայց եկեք նաև չբացառենք, որ այնուամենայնիվ կարող է եւ այդ հարվածը տեղի ունենալ։ Այստեղ ամբողջ խնդիրը հաշվարկների մեջ է եւ ապագա նաեւ զարգացումների մեջ հաշվարկները ինչու են կայանում նախ քայլ համար 1 արդյոք հնարավոր կլինի բլիցկրիգով կամ արագ պատերազմով խնդիրը փորձել լուծել եւ իշխանություններին պարտադրել, այսպես ասենք, կապիտուլյացիա կամ ստորագրել այն թուղթը, ինչ որ իրենց կներկայացվի։ Հաջորդը հարվածից հետո, եթե կարճաժամկետ է, այդ կարճաժամկետի ընթացքում Իրանի կողմից ինչպիսի հակահարված կլինի։ Հակահարվածը բնականաբար քանիցս հնչել է, որ լինելու է շատ ծանր եւ այդ ապրիլյան 12-օրյա պատերազմի հետ ապրիլին էր, այսինքն 12-օրյա հունիսյան պատերազմի հետ որևէ համեմատություն անգամ չի լինի, որովհետև Իրանի կողմից նույնպես մոբիլիզացված են աննախադեպ ուժեր եւ օրինական թիրախային իմաստով Իրանը նախանշել է նաեւ հիմնական ուղղությունները, որտեղ ինքը հարվածը պիտի հասցնի։ Այսինքն այս իմաստով այսպես թեր ու դեմի նաև մոտեցումներ կան Սպիտակ տանը, գոնե ունեցած տեղեկություններով, մեր ունեցած տեղեկություններով ամբողջ աշխատակազմը չի կամ Թրամփի անմիջական շրջապատը չի, որ կողմնակից է ուղղակի հարվածներ հասցնելուն։ Մամուլում բաժանվածություն կա, այո, մամուլում արկա տեղեկությունների համաձայն որոշակի, այսպես ասենք, թեր ու դեմ ձայներ կան եւ անկախ ամեն ինչից, որ վերջնական խոսքը մեր ունեն Թրամփին է պատկանելու, բայց այդ ծանր ու թեթև անելը եւ բավականին լուրջ մոտեցում ցույց տալը նաեւ առաջին սիգնալներն են, որ հնարավոր է միգուցե եւ այսպես դիվանագիտական ճանապարհով որոշակի արդյունքների հասնել։ Առաջիկայում մոտակա օրերին կարծես թե Ժնևում պիտի կայանան հերթական անուղղակի բանակցությունները եւ իրանցիների կողմից պիտի ներկայացվի այն տարբերակը, ինչ իրենք համարում են, որ հնարավոր է կոմպրոմիսային ձևով գալ ինչ-որ ընդհանուր լուծման։ Շատ պարզ երևում է, որ Իրանի կողմից կարմիր գծերը շատ հստակ նշված են, նույնը արված է նաեւ Միացյալ Նահանգների կողմից Իսրայելի հետ համատեղ եւ տեսնենք թե ինչպիսի արդյունք ունենա։ Աղետաբեր է լինելու, եթե լինի հարվածը, որը առաջին հայացքից միգուցե այսպես դեմքը պաշտպանելու կամ face saving-ի խնդիր պիտի ունենա, այսքանից հետո ինչ որ մի քայլ պիտի արվի,
բայց դա այն պարագայում, եթե դա լինի կարճաժամկետ, բոլոր հնարավոր վերլուծական հարթակները եւ մտային կենտրոնները գալիս են այն կետին, որ բլիցկրիգով դժվար կլինի այս հարցը վերջնականորեն լուծել կամ լուծել այն մոտեցմամբ, ինչ որ Միացյալ Նահանգներն են ուզում։ Հետևաբար ինքը կարող է երկարաժամկետ լինի եւ այդ երկարաժամկետի պարագայում աղետը կամ հասցված վնասը երկուստեք էլ շատ ավելի ծանր ու խորը լինի։ Միացյալ Նահանգները ինչ խնդիր են իրենց առջև դրել։ Ստիպել Իրանին ընդունել պայմանները, թե Իրանում ռեժիմի փոփոխություն իրականացնել։ Տեսեք, ես երկրորդից կսկսեի, կարծես թե նման մոտեցումը ավելի միսուարուն է ստանում ռեժիմի փոփոխության հետ կապված։ Եթե հիշում եք, ես ամեն ինչին նախորդել էին այդ բողոքի հսկայական ցույցերը, իդեպ նույնպես առաջին անգամ եւ բավականին աննախադեպ թե ներգրավվածության եւ թե քանակի իմաստով եւ նաեւ այդ զոհերը, որ հազարավոր զոհեր են եղել այդ բախումների ընթացքում, այստեղ շատ պարզ երևում էր, որ առաջին քայլով փորձ է արվում ներսից քանդելու համակարգը։ Սա կարծես թե հաջողություն չի ունեցել, չնայած հիմա նորից կարծես այդ կայծերը կան եւ ուսանողական կամ երիտասարդության շրջանում են սկսել այդ բողոքի ալիքը բարձրացնել, բայց կարծում եմ դրանք կմարեն եւ շատ մեծ ծավալ կամ տարածում չեն ստանա։ Բնականաբար հիմնական գաղափարը իշխանությունների փոփոխման հարցն է կամ գերագույն հոգևոր առաջնորդին իշխանությունից հեռացնելու հարցը։ Սա ոչ այնքան ամերիկյան պահանջ է, որքան իսրայելական։ Եվ այս պարագայում Իսրայելը որքան կշարունակի իր ճնշումը ամերիկյան կողմի վրա, ժամանակը ցույց կտա, բայց կարծես թե անհողդողդ են եւ փորձում են հարցը ավելի ռազմական ճանապարհով լուծման տանել։ Ես չեմ կարծում, որ ռազմական ճանապարհով հնարավոր է այս հարցը կարճ ժամանակում լուծել եւ նորից այս աննախադեպ էսկալացիան, որ կա ռազմական իմաստով, որևէ լավ տեղ չի տանում, Իրանն էլ մեզանից հեռու երկիր չէ եւ Հայաստանը ուղակի այս աղետաբեր բախման կամ կարճաժամկետ կլինի կամ երկարաժամկետ կլինի արդյունքները բացասական իմաստով հաստատ իր կաշվի վրա զգալու է։ Միացյալ Նահանգների նախագահական ադմինիստրացիայում դուք նշեցիք, որ ոչ բոլորն են կողմ հարցի այդ տարբերակով լուծմանը, մամուլի մարգարտահայտությունների համաձայն անգամ փոխնախագահ Ջեյդի Վենսն է դեմ, որպեսզի նմանատիպ միջոցառման համատեքստում իրականացվի այդպիսի գործողություն։ Եվ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հրեական կողմը, մասնավորապես հրեական լոբինգը բավականին ակտիվ կարողանում է աշխատել Միացյալ Նահանգներում եւ շատերի գնահատմամբ Թրամփի նկատմամբ հավելյալ ճնշման լծակ էր նաեւ Էփշթեյնի գործը ասվածը։ Ձեզ ինչու հենց այս պահին Էփշթեյնի գործը այսպես ասած բարձրացավ ջրի մակերես եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ հենց այդ գործը ամերիկյան establishment-ի որոշումների վրա։ Հետևանքները անշուշտ շատ բացասական են եւ այստեղ այո շատ տարածված կարծիք կա, որ նաեւ հասարակական լայն շերտերի ուշադրությունը շեղելու այդ նույն Էփստինի ֆայլերից եւ բերելու կիզակետը հասցնելու այս բախմանը, հենց այդ նպատակն է հետապնդում, բայց այստեղ էմոցիաները որևէ դեր չպետք է խաղան, այստեղ շատ սառը հաշվարկների խնդիր կա եւ սա ավելի պրոֆեսիոնալ մարդկանց գործն է, հիմնականում ավելի Պենտագոնի եւ նաեւ ռազմական թևի, այստեղ այդքան կոնգրեսականների կամ սենատորների ազդեցությունը չէ, որքան նորից եմ կրկնում պրոֆեսիոնալ մոտեցման եւ հաշվարկների հարցը։ Անշուշտ շատ բացասական ազդեցություն ունի establishment-ի վրա այս Էփշտեյնի ֆայլերը, որ նորից
տարբեր լրահոսներից տեղեկանում ենք, որ ընդամենը 2-2.5% է այդ ֆայլերի այսպես վերհանված եւ միլիոնավոր այլ փաստաթղթեր կան, որոնք այսպես թե այնպես ներգրավվածության առումով շատ ու շատ ղեկավարների են հասնելու։ Միգուցե սա կյանքի իրավունք ունի հասարակությանը շեղելու, մանավանդ վերջի ժամանակներս որոշակիորեն Թրամփի ռեյտինգի հետ կապված խնդիրներ են առաջացել, էլ չասենք, որ առաջիկայում այդ միջանկյալ ընտրություններն են սպասվում, առաջիկայում կոնգրեսի ընտրություններն են սպասվում եւ եթե հանկարծ գույները փոխվեցին, նկատի ունեմ դեմոկրատական եւ հանրապետական առումով, այսինքն այստեղ չի բացառվում նաեւ առաջ բերել նույն Թրամփի պաշտոնազրկման կամ impeachment-ի հարցը, որից շատ ավելի զգուշանում են Թրամփի անմիջական շրջապատը եւ ինչու ոչ նաեւ նույն J.D. Vance-ը, որը դեմ է արտահայտվում այս ամեն ինչին, ինքը, այսպես ասենք, առաջատար դիրքերում է գտնվում որպես Թրամփի իրավահաջորդ, հա, եւ դրա մասին նաեւ գրվեց, որ երկու դեմ կան establishment-ում, մեկը J.D. Vance-ը, մյուսը Marco Rubio-ն, որոնք հավակնում են լինել հաջորդ նախագահան կամ փոխնախագահան, այս երկուսի մեջ պիտի լինի որոշումը բնականաբար հետագայում կկայացվի, բայց առաջիկա կողմնակից է։ Ռուբիոն, այո, Ռուբիոն կողմնակից է եւ Ռուբիոն երբեք էլ չի թաքցրել իր հակաիրանական, այսպես ասենք, դիրքորոշումը, J.D. Vance-ը շատ ավելի այսպես դիվանագիտական գործիքակազմ կամ full ամբողջական գործիքակազմը օգտագործելու օգտին է եւ նորից եմ կրկնում, եթե հաշվարկների դույզն ինչ սխալ լինի, ապա այստեղ կարող է ուղղակի աղետ լինի եւ նաեւ առաջիկա ընտրությունները այնտեղ նկատի առնելով եւ նաեւ հասարակական բացասական կարծիքը նկատի առնելով այս իմաստով այդ ծանր ու թեթևի process-ը դեռ չասեմ տևական ժամանակ, բայց գոնե միջև Ժնևի վերջնական այսպես որոշումը կետը կամ հանգամանքները պետք է ուղղակի փորձեն ավելի կիսալարված վիճակում պահեն, բայց սպառնալիքը կա, ես տեսնում եմ այդ բերվում է արդեն դրան, հասկանում եք, տարբեր երկրներից հնչած պաշտոնական հայտարարությունները ուղղված իրենց քաղաքացիներին օր առաջ Իրանը լքելու հնարավոր բոլոր ուղիներով, Հնդկաստանը կարծեմ այսօր թե երեկ արդեն հայտարարություն արեց իր քաղաքացիների հետ կապված, այսինքն այս իմաստով շատ զգուշավոր պետք է լինել եւ գնահատականներ տալն էլ կարծում եմ դեռ շատ վաղ է, բայց հավանականությունը շատ բարձր եմ գնահատում։ Շատ լավ, մենք նշեցինք, որ Միացյալ Նահանգները աննախադեպ քանակի տեխնիկա եւ զինուժ է տեղակայում այդ հատվածներում, շատերի գնահատմամբ անգամ իրաքյան այդ կամպանիայի ժամանակ նմանատիպ ռեսուրսների կենտրոնացում չէր եղել։ Բայց մենք գիտենք, որ Իրանը դա Իրաք չէ եւ մենք նաեւ լավ հիշում ենք, թե 2003-ին իրենք Սադամի ռեժիմը ինչպիսի արագությամբ տապալեցին, բայց հետագայում խրվեցին այդ ծանր եւ հյուծիչ պատերազմում, հա։ Որևէ դրական հանգուցալուծում չբերեց եւ մերձավոր արևելյան այդ քաոսը Ջուկը մնաց նույնը եւ շատ ավելի խորացավ, այո։ Եթե պայմանականորեն դիտարկենք, որ Միացյալ Նահանգները կարողանում է հասնել իր եւ Իսրայելի նպատակին, այսինքն Իրանում իրականացվի ռեժիմի փոփոխություն, որքանով երաշխիք կլինի դա, որ Իրանը չի կրկնի Իրաքի ճակատագիրը եւ ներքին քաոս չի առաջանա։ Որևէ երաշխիք չկա այս պարագայում, որովհետեւ ցանկացած երկրում ռեժիմի, այսպես կոչված ռեժիմի փոփոխությունը նույնը բերելու է որոշակի քաոտիկ կամ խառը իրավիճակների միատարության սկզբունքը նաև նկատի առնելով, այստեղ միատարության նաև լուրջ խնդիր կա։ Նահանգների իմաստով կան մոտեցումներ, որոնք
կենտրոնամետ չեն եւ շատ ավելի հեռու են այսպես ասած օրվա իշխանությունների պաշտպան լինելուց, բայց նաև մյուս կողմից էլ Իրանի հասարակությունը, որպես ես համարում եմ բավականին կուռ հասարակություն եւ այստեղ ինստիտուցիոնալ հիշողությունը շատ լուրջ դերակատարում ունի կապված եւ շահի ժամանակների հետ եւ նաեւ այն բացասականը ինչ որ նստած է եղել իրենց մեջ դա այնուամենայնիվ փոխանցվել է այստեղ ասելիք ունեն երիտասարդները եւ այստեղ ասելիք ունեն նաեւ օրվա իշխանությունները իրենք պետք է որոշակի նաեւ միանշանակ եթե իհարկե չլինի տա Աստված չլինի այդ հարվածը եւ ինչ եմ ասում տա Աստված որովհետեւ ես առաջին հերթին այստեղ մտածում եմ բնականաբար Հայաստանի մասին եւ ինչ կլինի Հայաստանի հետ եւ դրանից որքան կօգտվեն մեր այսպես կոչված ողերիմ բարեկամները, հա, որոնք ամեն վարքյանի ատամները սրած սպասում են, որ ինչ որ մի բան տարածաշրջանում խառնվի, ուրիշների ուշադրությունը գնա այդ ուղղությամբ եւ իրենք կարողանան, այսպես ասենք, շագանակներ կրակից հանել եւ կարողանան սիտուացիոն իմաստով հարցը վերցնել լրիվ իրենց կոնտրոլի տակ հիմա կիսա վերահսկողության տակ է այդ ամեն ինչը բայց դա կարող է առիթ հանդիսանալ նաեւ իրենց որոշակի նկրտումները հերթական անգամ կյանքի կոչելու այնպես որ ելի եմ ասում տա Աստված որ դա չլինի եւ այդ հասարակությունն էլ բնականաբար պիտի պահանջի արդեն իշխանություններից որոշակի փոփոխությունների այսպես ռեֆորմային իմաստով փոփոխությունների գնալու եւ շատ ավելի այսպես ներքին էսկալացիան հանդարտեցնելու, իջեցնելու եւ փորձելու այդ ռեֆորմների եւ փոփոխությունների մասով հանգստացնել նաեւ այն շերտերը, որոնք շատ վաղուց այսպես ձգտումներ ունեն, ինչու ոչ նաեւ օտարպետությունների ազդեցության տակ գտնվելով եւ այնտեղ բնադրված, ձվադրված, հասկանում եք, այդտեղ աճել են, այնտեղ շատ բջիջներ կան, որոնք անընդհատ այս process-ի մեջ են եւ փորձում են ներքին պայթեցման անելը անպայման կյանքի կոչել։ Այնպես որ իրավիճակը իսկապես շատ վտանգավոր է, շատ խառը եւ այստեղ արդեն պրոֆեսիոնալ մակարդակով որպես դիվանագետ ինձ եթե հարցում եք արդյոք կա պատուհան միանշանակ կա, որտեղ դիվանագիտական գործիքակազմը դեռևս ամբողջովին սպառված չէ, կարծում եմ հնարավորությունները կան, պարսիկները միշտ են եղել իմաստուն եւ միշտ են եղել հմուտ բանակցողի դերում, այստեղ ամբողջ հարցը տեղափոխվում է ավելի իսրայելա-ամերիկյան դաշտ, որքանով նրանք կարողանան այսպես կոմպրոմիսային երանգ տան այդ բանակցություններին եւ փորձեն այնուամենայնիվ գոնե ինչ որ միջանկյալ որոշակի լուծումների հասնել առանց ռազմական ներգրավվածության։ Իրանի Իսլամական Հանրապետություն դեսպանը Հայաստանի Հանրապետությունում նորանշանակ դեսպանը վերջերս բավական կոշտ հայտարարություն արեց Հայաստանի հասցեին մեղադրելով հայկական կողմին հակաիրանական գործարքների մաս կազմելու մեջ եւ բնականաբար հստակորեն ակնարկվում էր թրիփ ասվածի մասին։ Թրիփի մասին շատ են խոսում, նաեւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի այցելության համատեքստում շատ խոսվեց, ստորագրվեցին փաստաթղթեր եւ այնուամենայնիվ թրիփը դա հակաիրանական նախագիծ է զես թե թրիփը ինչպես իշխանական քարոզիչներն են նշում կբերի երկարաժամկետ խաղաղություն։ Թրիփը չի բերելու երկարաժամկետ խաղաղության, սրա մասին շատ ենք խոսել, սրա մասին շատ ենք ասել։ Սա մեծագույն զիջում է լինելու ի օգուտ Թուրքիայի, Ադրբեջանի, որոշակի նաև Իսրայելի, ինչու ոչ նաև Միացյալ Նահանգների, այստեղ ամենաքիչ շահող կամ ընդհանրապես շահող է հենց Հայաստանի Հանրապետությունը։ Խոսվել է, ես նորից չեմ ուզենա այդ տոկոսային հարաբերակցությանը անդրադառնալ, այդ բառերի մանիպուլյացիաներին անդրադառնալ, այդ ներդնում արտահանում ներմուծում այդ բառախաղերին անդրադառնալ եւ շատ պարզ է ամեն ինչը
եթե ինչ որ բան էլ պիտի լինի Հայաստանի հաշվին պիտի լինի, եթե դրա դիմաց Հայաստանը ստանալու է այսպես իրենց կողմից տարփողված մեծ դիվիդենդներ Nvidia-ի տեսքով կամ մոդուլային ատոմականների տեսքով եւ այլն, այդ ամբողջը լինելու է հարկատուների հաշվին, դա երբեք չի լինելու որպես ներդրում Հայաստանը համենայն դեպս այն երկիրը չի ամերիկյան հետաքրքրությունների շրջանակում, որտեղ ամերիկացիները պատրաստ են խոշորածավալ միլիարդավոր դոլարների ներդրում անել։ Իրենք կգնան միայն ու միայն այդ քայլին, երբ որ հասկանան, որ սա այն եզակի կետերից մեկը կարող է իրենց համար դառնալ իրանական, այսպես ասենք, վերահսկողությունը շատ ավելի ուժեղացնելու համար։ Այստեղ Հայաստանը ավելի կրակի է խաղանում, ճիշտ է փորձում են ամեն անգամ Թերանում համոզիչ, իրենց պատկերացմամբ համոզիչ փաստարկներ բերել, փափուկ բարձր դնել, որ սա որևէ ձևով չի խարխլում հայ-իրանական բարեկամությունը, որ սա որևէ ձևով սպառնալիք չէ Իրանի անվտանգությանը կամ տնտեսական հարաբերություններին եւ այլն, այնուամենայնիվ միևնույն է, շատ բարձր մակարդակով նույն գերագույն հոգեվոր խորհրդի ամենակարկառուն այսպես ներկայացուցիչներից մեկի վելայեթի շուրթերով այլևս դրա գնահատականը տրված է եւ սպասողական է նաեւ իրանական կողմը, ամեն ինչ կախված է թե զարգացումները ինչ երանգ կստանան։ Սրանից էլ բխող արդեն թրիփը ինչպիսի տեսք ունենա։ Այնքան փոխկապակցվածություն կա այս ամեն ինչի մեջ, որ մեզ պարզապես մնում է ուղղակի կանխատեսել, իսկ կանխատեսումը սովորաբար անշնորհակալ գործ է եւ մնում է ուղղակի պարզ հետեւել, հասկանալ, թե զարգացումները ուր կտանեն։ Նորից եմ կրկնում, ամեն ինչ կախված է այս էսկալացիան միջև ուր կշարունակվի, ինչի կվերածվի արդյոք թե ոչ, կգան արդյոք ընդհանուր հայտարարի կամ որոշակի կոմպրոմիսների եւ այդ իմաստով վերաբերմունքը ինչպիսին կլինի վաղվա դեռ չերևացող, բայց շատ չարչրկված թրիփ նախագծի հետ կապված։ Եվ այս ամենի ֆոնի, երբ որ Հայաստանի շուրջ այսպիսի մարտահրավերներ են առկա, գործող ռեժիմը ներսում շարունակում է իրեն բնորոշ բռնաճնշումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, հոգևոր դասի նկատմամբ եւ բան հասավ նրան, որ արդեն վեապարի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, որը որ հայոց պատմության մեջ բացասական իմաստով աննախադեպ երևույթ էր։ Սա թուրքական ձեռագիր է եւ եթե ուշադիր հետևեք, թե Բաքվից ինչպիսի հայտարարություններ են լինում, նույն իրենց այսպես կոչված հոգևոր առաջնորդի Ալաշուքյուրի կողմից բարձրաձայնված, սա ուղղակի այդ հայտարարությունների ի գործ դնելն է եւ կյանքի կոչելն է, հա։ Սփյուռքի մասը իրենք փորձել են մաքսիմալ անել եւ կարծես թե որոշակի հաջողություններ ունեն այդ պարակտման իմաստով, որովհետեւ ըստ Ալաշուքյուրի Սփյուռքը եւ եկեղեցին են, որ խանգարում են այս մերձեցման գործընթացին, իսկ եկեղեցու մասով էլ մաքսիմալ լծակները, որքան որ հնարավոր է շատ անելու են եւ շարունակելու են անել, մանավանդ այդ ամենից հետո չստացվեց խափանել փետրվար 17-18-ին Փոլտոն քաղաքում Ավստրիայի կայացած եկեղեցական ժողովը կայացավ եւ արդյունքը տեսանք, թե ինչպիսի հայտարարություն ընդունվեց եւ քանի եպիսկոպոս դրա տակ ստորագրեց, շատ կարեւոր հայտարարություն եմ համարում, շատ թիրախային, շատ տեղին եւ ժամանակին արված, սա կուլ չի տալու իշխանությունը։ Սա միանշանակ է եւ հերթական այլանդակ քայլը ինչպիսին կլինի, նորից եմ կրկնում, ժամանակը ցույց կտա։ Այո, այս ֆոնին, երբ որ պիտի կարծես թե նորմալ, adekvat իշխանությունները կոնսոլիդացիոն լայն շարժում սկսեին եւ կարողանային հասարակությանը ուղղակի մղել ամրացնելու համար, ավելի ուժեղացնելու համար, որովհետեւ այն ինչ որ կկատարվի Իրանում, նորից գալով իմ խոսքին Աստված մի արասե, եթե դա լինի ավելի լայնածավալ
պատերազմ ինքը աղետաբեր է լինելու առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Սա միանշանակ է, այստեղ երկրորդ կարծիք չկա, էլ չեմ ասում տարածաշրջանի շատ ու շատ երկրներ, որոնք նույնպես իրենց հաշվարկների մեջ են եւ արդեն տեսանելի է, թե ինչ վտանգ իրենից հետո նրանք կառերեսվեն, ինչպիսի վտանգի կառերեսվեն։ Այսինքն այս իմաստով իշխանությունը բնականաբար իրեն հարիր նույն վարքագիծը շարունակում է եւ կարծում եմ նաեւ առաջիկայում շատ ավելի թեժանալու է այս նախընտրական շրջանը եւ տղաների կողքին այսօր մեր ընկերների տարբեր քաղբանտարկյալների կողքին մենք տեսնելու ենք նաեւ նույն դեմքերը։ Սա նոր դեմքեր, սա մի գործիք է, որը շարունակաբար պիտի փորձեն կիրառել, որովհետեւ երբ որ հոտը առնում են, հասկանում եք, որ արդեն այլևս այն հին հեքիաթները Գյուլնաստատի ասված, իրենց կողմից արտաբերված այդ հրաշքների, դրախտների, զարգացումների, ապագաների, երջանկությունների հետ կապված այլևս չի աշխատում, մնացել է այդ բիրտ ուժի կիրառման, այդ սպառնալիքը վախի մթնոլորտում պահելը, ձերբակալությունների նոր շարքը սկսելը եւ մաքսիմալ խանգարելը, արգելք դնելը, որպեսզի քաղաքացիները նույնիսկ այդ միջավայրում չկարողանան գնալ իրենց ձայնը փորձել տալ, եթե ընտրությունները պիտի կայանան, եթե արտահերթ որևէ ֆորս մաժորային իրավիճակ չստեղծվի, իրենք քաչ տեսնում են, որ այլևս այդ մեխանիզմներն ու մանիպուլյացիաները սկսել է չաշխատել, հասարակության շատ ավելի լայն շերտեր, եւ սա միայն Երևանը չի, Գյումրին չի, սրանք նաեւ գյուղերն են, տարբեր համայնքները, տարբեր մարզերում հասկանում են, որ հասարակական կարծիքը բավականին լուրջ սկսել է փոխվել։ Մարդիկ սկսել են հասկանալ, ինչի մասին է այս ամեն ինչը եւ ինչի են ձգտում այս իշխանությունները։ Սա շատ լավ գիտակցելով, այո, պիտի լարվի իրավիճակը, իրենք ամեն գնով անելու են, ամեն ինչ դնելու են, որպեսզի լռեցնեն, որպեսզի մարդիկ չխոսեն, խոսողին փակեն բերանը կամ ձերբակալեն կամ կալանավորեն, որպեսզի մյուսները ավելի այդ վախի տակ մնան եւ չփորձեն այդ քարոզչական շրջանում բարձրաձայնել ամեն այն կեղծը ու սուտը, որ կա իրենց մոտ եւ իդեպ շատ փաստերով, շատ հիմնավորված, շատ հստակ պարզ նախադասություններով բացատրելով մեր ժողովրդին, թե սրանց վերընտրությունը ինչի կարող է բերել եւ ուր կարող է տանել Հայաստանը։ Անդիմությունը ինչ պետք է հակադրի դրան։ Հակադրության մեկ ձև կա, նախ ամենաառաջինը ամեն ինչ օրինական, ճիշտ, հստակ օրենքի սահմաններում գծված ձևով տարվի պայքարը, այսինքն հաշվարկները պիտի լինեն շատ սառը, էմոցիաներից հեռու եւ մաքսիմալ մարդկանց ուղեղները եւ սրտերը ճիշտ բռնող։ Մեծ ընդդիմադիր դաշտը ունի շատ լայն հնարավորություն, այսօր էլ կա այդ հնարավորությունը գնալու մեծ կոնսոլիդացիայի։ Եվ փույթ չէ, որ ուժերը փորձում են ավելի առանձին այսպես ֆրոնտներով հանդես գալ, ես այստեղ երկուսն էլ տեսնում եմ, եւ դրականը եւ բացականը, բայց եթե հիմա չի ստացվում, ուրեմն պետք է ունենք այն ինչ ունենք, հետեւաբար պետք է այդ իմաստով գալ գոնե ընդհանուր հայտարարի, ես խոսում եմ անկեղծ ընդդիմության մասին, ես խոսում եմ այն ընդդիմության մասին, ովքեր չեն ելնելու պայքարի մանդատների համար, այլ ելնելու են պայքարի, որպեսզի այս իշխանությունը պարզապես չլինի։ Որովհետև եթե այդ մանդատապայքարի գաղափարը խորը նստի ընդդիմադիր տարբեր միավորների մոտ, այստեղ հաջողությունը հաստատ երաշխավորված չէ։ Այստեղ գեր նպատակը պիտի լինի օր առաջ ուղղակի ազատվել այս իշխանություններից, որովհետև այս իշխանությունները բացի աղետից, բացի վատից, բացի պառակտելուց, բացի իրարից հեռացնելուց, թշնամացնելուց եւ նաեւ թշնամու օրակարգը սպասարկելուց ամենօրյա ռեժիմով ուրիշ լավ բան չեն բերել։ Ասեմ ավելին, եթե
չհաջողի ընդդիմությունը եւ վերարտադրվի այս իշխանությունը, շատ ավելի լայն թափով պիտի շարունակվեն նույն այդ բռնությունները, նույն այդ բիրտուժի կիրառումը եւ նույն սպասարկումը թշնամու կամ հակառակորդի շահերի Հայաստանը տանելու ավելի նվաստացման, Հայաստանը տանելու ավելի ստորության։ Սա պայմանն է եւ սա այն հիմնական առանցքն է, որպեսզի իրենք մնան իշխանության եւ լինեն թելադրվողի դերում, իրենց առաջ կդրվի պահանջ, իրենք դա խելոք հլուհնազանդ կկատարեն։ Սա այն գինն է, որ իրենք պիտի վճարեն իշխանությանը մնալու համար։ Իսկ ընդդիմության հաջողության դեպքում ուղղակի այս ընթացքը կկասեցվի, սա միանշանակ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել եւ բնականաբար մաքսիմալը կարվի, իդեպ շատ դժվար է լինելու, բայց ոչ անիրականանալի, սա հնարավոր է, ուժերի գերլարում է հարկավոր եւ մեծ կոնսոլիդացիա է հարկավոր եւ այս պարագայում մենք առաջին հերթին պիտի կարողանանք մեր մեջքը ուղղել, դրանից հետո արդեն նստենք ավելի adekvat, ավելի պատրաստ, ավելի այսպես մեր պահուստային տարբերակները նաև օգտագործելով բոլոր ուղղություններով, այստեղ դիվանագիտությունը շատ լուրջ անելիքներ ունի եւ բնականաբար այս ընթացքով հաստատ մենք ունենանք հաջողություններ։ Սա է իմ պատկերացումը եւ ուրիշ պատկերացումներ այդ ներքին այդ գզվռտոցը, ներքին իրար այդ ուտոցին, իրար վրա ցեղ շպրտելը, սա ուղղակի պիտի փակվի եւ մորատորիում հայտարարվի մինչև ընտրությունների օրը։ Ավելին նաև ընդդիմությունը պիտի պատրաստ լինի հետընտրական զարգացումներ։ Ես խոսում եմ այն բան տարբերակը, էլի, այսպես իդեալական, Աստված գիտի ինչ կլինի այս ընթացքում, ինչ զարգացումներ կլինեն նույն գալով Իրանին եւ ընդհանրապես իշխանությունների վարքագիծը, որ արդեն շատ տեսանելի է, թե ինչպիսի քայլերի են գնալու, որպեսզի կանգնեցնեն այս ընթացքը, իրենք էլ չէ ստանում են այդ ռեյտինգային գնահատականները, իրենք էլ ունեն իրենց սոցիալական հարցումներ, իրենց օպերները, ովքեր տարբեր այսպես շերտերի հետ աշխատում են կամ ուղղակի լսողի դերում են, իրենք էլ են, չէ, հավաքում եւ տեսնում են, որ արդյունքները մեղմ ասած իրենց համար բավականին վատ են։ Եվ այս իմաստով այո սրացումներ կլինեն եւ այս սրացումների դիմակայման միակ ձևը նորից եմ կրկնում համերաշխ, ճիշտ, հաշվարկված ձևով պայքարն է լինելու, ով որտեղ որ ուժեղ է, որտեղ որ իր հնարավորությունները ավելի մեծ են, որտեղ որ պոտենցիալը ավելի շատ է, այդ բաժանումը պիտի միանշանակ լինի եւ հաջողությունը երաշխավորված է։ Գիտեք, այսպիսի միֆ է ստեղծված, որ դե այս իշխանությունների դեմ ոչ ոք չի կարող, տեսեք ինչեր են անում վեհապարին, նույնիսկ վեհապարի դեմ դուրս են եկել, քրեական գործ են հարուցել, արգելում են վեհապարի ելքը երկրից եւ այլն, սա ծխածածկույթ է եւ դրան չպետք է խափնվել։ Իշխանությունները հենց այդ ամեն ինչը անում են նրա համար, որպեսզի ցույց տան իրենց անպարտելիության մակարդակը, բայց այնքան թույլ են, այնքան հակասական են իրենք իրենց մեջ, այնքան իրենք իրենց ասածը փոխող են մեկ ժամվա, չէ, մեկ րոպեվա ընթացքում, դա խոսում է առաջին հերթին իրենց թուլությունից։ Սա ինստիտուցիոնալ թուլություն է եւ իրենց ներսում էլ կա այդ խնդիրը, որովհետեւ իրենց ներսում էլ շատերը բնականաբար հասկանում են, որ այս ամեն ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Հետևաբար ընդդիմությունը այստեղ դասերի մասին չի, ընդդիմության շարքերում կան հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր եւ կյանքի փորձ ունեն, եւ անցած ճանապարհ ունեն, եւ արդեն վաղուց են միամիտները չեն, որոնք ինչ-որ բաների հավատում են, եւ շատ հստակ տեսնում են ինչա հնարավոր անել, հնարավորությունները կան, պայմաններն էլ ստեղծված են, այդ պարարտ թողնել միանշանակ կա ամեն իմաստով, հա, արժեքաբանությունից միջև տնտեսական ու սոցիալական շատ ու շատ խնդիրներ, այնպես որ այդ հողը ստեղծված է եւ դասական ընդդիմությունը կամ անկեղծ ընդդիմությունով նվիրված է այդ գաղափարին, որ առաջնային կամ գերնպատակ դիտարկում է իշխանության հեռացումը, միանշանակ կհասնեն հաջողության, եթե գործեն ճիշտ համադրված ձևով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake Youth միանալիքին, կհանդիպենք։